Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզի Արձական գյուղի մի խումբ բնակիչներ պնդում են, որ 2025 թվականի դեկտեմբերից իրավապահները ճնշումներ են գործադրում իրենց նկատմամբ։ Բնակիչների խոսքով զինված եւ դիմակավորված ոստիկանները տարբեր ժամանակներում դեկտեմբերից մինչ օրս 3 անգամ վայրի ներխուժել եւ խուզարկել են ավելի քան 10 տուն։ Նրանց պնդմամբ ապօրինի որևէ բան չի հայտնաբերվել, իսկ բնակիչների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։ Վերջին բերման ենթարկումների ժամանակ գյուղացիների մի խումբ երիտասարդների ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել։ Նրանց պնդմամբ բռնությանը մասնակցել են մարզային քրեական ոստիկանության ծառայող Վահան Մանուկյանը եւ մարզային վարչության պետ Վարդան Խաչատրյանը։ Երիտասարդները դեպքից հետո դիմել են բուժ հաստատություններ, որտեղ նրանց խոսքով արձանագրվել են վնասվածքները։ Բնակիչները պնդում են, որ իրենց նկատմամբ ճնշումները կարող են կապված լինել գյուղում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրենց դիմադրության հետ։ Այս վարկածը սակայն պետք է ստուգվի իրավապահների կողմից, քանի որ լարվածությունը սկսվել է թմրանյութ շարողների դեմ պայքարից։ Ամնուր լրատվականը տեղեկացավ, որ խուզարկությունների հիմքում դրվել է քրեական վարույթ, որը իրենց հետ կապ չի ունեցել։ Նրանք նաև պնդում են, որ մարզային ՀԿԳ քննիչ Վարդան Դավթյանը պատշաճ ընթացք չի տվել ոստիկանների կողմից ենթադրյալ բռնության դեպքերին։ Բնակիչները նաև հնարավոր կապեր են մատնանշում Չարենցավանում հայտնի Գրիշա Կոստանդյանի, Նարդոստի Սերգոյի եւ Կոտայքի դատախազության դատախազ Դավիթ Թովմասյանի միջև։ Ամնուր լրատվականի ձեռքում է նրանց նույն սեղանի շուրջ գտնվելու լուսանկարը։ Նշված կապերի եւ դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ պնդումները ենթակա են ստուգման։ Բնակիչները հայտնել են, որ ունեն նաեւ ձայնագրություններ, որոնք կարող են հրապարակվել առաջիկայում։ Ամնուր լրատվականը հետևողական է լինելու բռնության վերաբերյալ հաղորդումների ընթացքի նկատմամբ։ Հետևեք մեր հրապարակումներին։